ձանձրալի է։ Ամեն ինչ ձանձրալի է։ Ջու, այ։ Հեքիաթ ասած։ Մի հեքիաթ պատմիր, բայց որ վերջում բարին հաղթի, չարը պատժվի, ես արդար թափավոր եմ, Ինչի մասին պատմեմ, ձերդ մեծություն? Ոսկու մասի։ Ոսկու կարասի հեքիաթը կպատմեմ ձեզ, ձերդ մեծություն։ Կարասը մեծ է։ Մեծ է։ Դե որ մեծ է պատմիր։ Ուրեմն այսպես, ժուկով ժամանակով մի խումբյովում երկու դրկից ռաճպարտներ են լինում, Մարտիրոսն ու Երանոսը։ Հա, հետո։ Ձմռանը Մարտիրոսի եզները սանքում, սա էլ գնում է հարևանից օգնություն խնդրելու։ Երանոս, ասում է Մարտիրոսը, այս տարի հողս վարձով քեզ կտամ, առանց եզների հողն ինչիս է։ Ես էլ մշակ կվարձեմ, պետք անեմ ու մի կերպ կապրենք։ Երանոսը մի քանի, ոչ, մի մեծ մետաղադրամ է հանում ու պարզում Մարտիրոսին։ Դեռ օրը ճաշ չդառած Երանոսն արդեն վարել էր Մարտիրոսի հողի կեսը և հանկարծ խոպն ինչ-որ ամուր բանի է դիպչում։ Իմ խոպն էլ քարին առա, մտածում է Երանոսը, բայց հողի տակից հանում է մի կարաս, շատ ծանր։ Բացում է խոպն ու քար կտրում։ Խոպս ոսկուն առավ, այդ է Մարտիրոսի բախտը բերեց։ Կարասի խոպը բերնին է դնում ու մի շնչում հասնում հարևանի դռանը։ Մարտիրոս, բա չես ասի, հողումդ ոսկի եմ գտել։ Սենյակը լցվում է ոսկու փայլով։ Մարտիրոսը կարասը հարևանին է վերադարձնում, համա թե բախտդ բերում է Երանոս։ Հիշում ես, նախանցյալ տարի Շավոյենց էծներ կորել, նույնիսկ գելերը չգտան, իսկ դու գտար ու բերիր։ Իմ բախտն ինչ կապ ունի, զարմանում է Երանոսը։ Էդ քո բախտն է բերել, քո հողում եմ գտել ոսկին, քոնն է։ Հողի վարձը տվել ես պրծավ գնաց, այս տարի ինչ-որ հողից դուրս գա, քոնն է։ Ոնց թե, դու ինձ ում տեղն ես դրել, ոսկին առուտ հոգնա, գործ եմ անում։ Չեղավ, կամ ոսկիդ վերցրու, կամ էլ, ուրիշների ոսկինից պետք չէ, սա քո ոսկին է, չէ քոնն է, ասում քոնն է, գիտետ խոտում ես որ պատահի, ինչ անեմ։ Այ քեզ հիմա ռավիկներ, դրանք ինչ գիտեն, ոսկին ինչ է, պատմի տեսնենք հետո ինչ է լինում, հետո։ Հետո, թե գնանք, թող մեր վեճը թագավորը լուծի։ Հոգնիկն է, շերեպն առած, ընկնում է ետևիցդ։ Ովքեր եք, ինչ մարդ եք, Պարզ։ Ես շատ իմաստուն թագավոր եմ, ամեն ինչ գիտեմ, ձեզնից մեկի անունը Մարտիրոս է, մյուսինը Երանոս, էդ կարասի մեջ էլ ոսկի, դու պնդում ես, թե ոսկին նրանն է, նա էլ թե քոնը, չէ, ձեզ ուրախ լուր պիտի հայտնեմ, ոսկին իմ թագավորությունում է գտնվել, ուրեմն ինձ է պատկանում։
նշանակում։ Հեքիաթում ինչ է ասվում։ Հա? Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է իրենց ազնիվ աշխատանքի դիմաց։ Դու աչք ես տնկել ուրիշի բարիքին, դրա համար էլ օձեր ես տեսնում։ Ձեզ են նվիրում այդ ոսկին։ Կիսեք իրար մեջ ու կորեք աչքիցս։ Ես արդար թագավոր եմ։ Վերջ։ Դեռ ոչ, երկնքից 3 խնձոր է ընկնում։ Մեկը պատմողին, մեկը լսողին, մեկն էլ Երեքն էլ լսողին։ վերջ։